Ուրեմն սա մեր մահվան դեսպանն է, եկել է դժոխքից, ասելու, որ արդեն Նիկոլի ժամանակն է, վերջապես հեռանալու դժոխք, եւ Նիկոլի կենակցին եւ Նիկոլի ամբողջ թիմին արդեն դժոխքում սպասում են։ Սա Նիկոլի մեղքերն են, որ եկել է թվարկելու, որ դժոխքի շատ քիչ պատիժ մարդիկ, ովքեր որ պատիժ են կրում հիմա դժոխքում, շատ քչերն են, որ այսքան շատ մեղքեր են գործել եւ այդպես սրբապղծություն, ներապաշտություն, թալան, դավաճանություն, չարություն, նենգափոխություն, պարտություն եւ այլասերվածություն, որի մասին ասեցինք արդեն, ու սրբապղծություն, որը եւս ասեցինք, սա խնդրում ենք մենք դժոխքի դեսպանը պահի։ Ուրեմն մի քանի բան, որ մենք շատ հստակ ուզում ենք հայտարարենք այսօր։ Մենք չենք ասում, որ մենք ընդհանրապես քաղաքական կազմակերպություն չենք, քաղաքական ուժ չենք, եւ մենք որևէ քաղաքական հավակնություններ չունենք, ըստ այդմ չենք պատասխանատվություն ստանձնում հեղափոխության համար։ Մենք սա անում ենք որպեսզի բոլորին կոչ անենք վերջապես դուրս գալ պայքարի, որովհետեւ սա արդեն ընդհանրապես անընդունելի է եւ ինչպես անցած անգամ ասում էինք, Նիկոլը հատեց վերջին կարմիր գիծը։ Ես հասկանում եմ, որ բոլորի հիմա սպասում են, որ հայ առաքելական եկեղեցին ճիշտ քայլեր կձեռնարկի եւ վերջապես կառաջնորդի ամբողջ պայքարը։